գյուղացու վիճակ ինչ է։ Սահմանապահողը գյուղացին է, ժողովրդին կերակրողը գյուղացին է։ Անուշացիան կենտրոնում է, տեր չկա, տիրական չկա, ֆինանսավորում չկա, չի կարում ապրել։ Բարով ես եկել, սիրում արգում եմ, Աստված քեզ պահապանը լինի։ Ես էլ ծառուկ եմ, ինչ հարցով պետք է լի, ես էլ կոքն եմ։ Բարգավաճ Հայաստան կուսակցություն։ Մայիսի 7-ն է, գտնվում ենք Արագածոտնի մարզի Կարբի բնակավայրում, աշտարակ խոշորացված համայնքի, որտեղ ճանապարհը նույնպես գտնվում է ավիրակ վիճակում, կարելի ասել փոսերն այնքան շատ են, որ վարորդները ամեն անգամ այստեղով անցնելիս մեքենաները տանում են ավտովերանորոգման կետեր ու հիմա թե վարորդները, թե Կարբի գյուղի բնակիչները խնդրանքով դիմում են աշտարակ խոշորացված համայնքի ղեկավարին, որպեսզի այս ճանապարհը նույնպես կատարվի վերանորոգման աշխատանքներ, տեսնում եք, անգամ տրանսպորտն է այստեղով երթևեկում, հիշում եմ 2 տարի առաջ աշտարակի քաղաքապետը խոստացավ, որ ինքը ամեն ինչ անելու է, որպեսզի այս ճանապարհի վերանորոգումը ճանապարհը սարքեն էլի, այլի, փոսերը շատ է, չէ, ասում մահագին հետում է։ Սարքում են ես մինչև։ Հա, հետա, էս է որ սարքեն, հա, ընտիր կլնի, էլի։ Դուք լավ ելնեք։ Վարորդը նշեց, որ սարքում են, բայց որ ասում է ժողովուրդը միշտ ասում է աչքս տեսնի։ Հիմա այնպես որ լավ կլինի, որ արագ սարքեն այս ճանապարհը, մարդիկ էլ կփրկվեն այդ փոսերից։ Նույնիսկ եղել են դեպքեր, նշում էին, որ կանչ են ունեցել շտաբօգնությունը առաջ ասում է, եթե հասնում էր շատ արագ, հիմա բավականին ուշ է հասնում ու պատճառը էս փոսերն հենա, տեսնում եք, ինչ վիճակ է։ Խնդրանքով դիմում ենք Արագածոտնի մարզպետին Մովսիսյանին, Սերգեյ Մովսիսյանին, աշտարակի քաղաքապետին, ինչու՞ չէ նաև ճանապարհային դեպարտամենտին, քանի որ եթե չեմ սխալվում, այս ճանապարհները պիտի սարքեն տարածքային կառավարման ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը։ Պիտի նաև վիոլա ջուր է այստեղ անելիք ունեն, որտեղ հիմա տեսեք արդեն քանի մոտիկացանք այս հատվածներին գարշահոտը սկսեց։ Այստեղ կա նաև կոյուղու խնդիր, կոյուղատարի սարքելու խնդիր։ Պիտի վիոլա ջրին, եթե վիոլա ջուրն է, վիոլա ջրին պարտավորեցնեն, խնդիրը շատ արագ լուծի կարգավորի, այսա նայ կեղտա ջուրը կոյուղի է։ Կոյուղի է էսի։ Ասում հա, շատ արագ պիտի խնդիրը կարգավորվի։ Հեսա էսի, մի չգիտեն կոյուղի է, թե ոռոգման ջուր է։ Մի մասը ասում է կոյուղի է, մի մասը ասում է ոռոգման ջուր է։ Մարդիկ չկան ասֆալտապատումն անեն, մեկ է վիոլան քնից զարթնի, ասի պիտի ջրախողովակը փոխենք։ Էսի կոյուղի է, թե խմելու ջուր է, թե ոռոգման։ Ջուրը սենց գնում է։ Ամենայն դեպս ոռոգման կլինի, կոյուղի թե խմել ջուր, պետք է շատ արագ դեմը առնեն, սարքեն։
Սենց քանդած վիճակ, ստնայ ջրի մոտը անցնում է էլեկտրասյունը, հաշվիչները դրած, միսի Որոքման ջուրն է ոնց որ Սենց գնում եմ 2 կիլոմետր ճանապարհը